Այսօր ես եւ Լիլիթ ունենք յուրաքանչյուրս 10,000 դրամ։ Մեր առաջադրանքն է պատրաստել կրեատիվ եւ ամենակարևորը գեղեցիկ տոնածառ։ Իսկ հաղթողին որոշելու են մեր սիրելի հետևորդները մեկնաբանություններում։ Դրա համար դիտիր տեսանյութը մինչև վերջ եւ գրիր ում տոնածառն էր ավելի գեղեցիկ։ Դե ինչ ընկերներ, ես արդեն մոտավորապես պատկերացրել եմ ոնց է լինելու իմ տոնածառը։ Դրա համար մենք եկել ենք խանութ, որպեսզի առնենք իրար հետ։ Ուրեմն ընկերներ, ստեղ սկսվում է ամանորյա տոնածառների մենամարտը։ Ու գիտեք չէ, դուք եք մեր տոնածառը գնահատելու ումն է ավելի լավը, ումն է ավելի սիրուն։ Մի մեծ սայլակապետ, որտեղ ես արդեն գիտեմ ինչ եմ անելու։ Հիմա նայեք Արսենի ուղեղը ինչա մտածում։ Կարանք սարքենք շշերից եղևնի, 5 լիտրանոցներից մեծ եղևնի դարձնենք, սոկերից եղևնի, կարանք սարքենք բանկեքից եղևնի, կարանք սարքենք պենոպլաստից, կարանք սարքենք փեդերից, կարանք սարքենք փայլերից, լույսերից, լիքը տարբերակներ ունենք։ Մեծ A4 ֆորմատի A4 չէ։ A1 ֆորմատի թուղթ է պետք։ Եկեք ասեմ ինչ ենք անում։ Բարև ձեզ։ Գնեք A1 ֆորմատի թուղթ ունեք։ Մենք վերցրեցինք մեր A4 A1։ A1 չի, էսի ավելի մեծ է A1-ից։ Ես եթե անկեղծ ավելի շատ կենտրոնացած եմ բանի, շշերի վրա։ Շշերից համ կարաս սիրուն ստանաս, համ կարաս շշերը զարդարես, համ էժան կլինի, համ էլ լույսերով բաներով ինքը տեսք ունենա, էլի ոնց է չլինի։ Կարանք 3 շարք անենք 5 լիտրանոցներ, հետո միջին չափ, հետո փոքր չափ, ամենագլխում էլ մեծ չափ։ Μας պետք է մկրատ, թե սամակլի ու շարենք մի անգամից, որ չիպսոները սիրուն կպցնենք։ Որը սիրուն կլինի, կարող ուրիշ բան մտածեմ, կարող սիրուն չլինի, արի։ Որա բաժակներով կարանք անենք, հայեր հələ որ cancel, արի։ Բաժակներն էլ է լավ բան։ Ուրեմն վերցրեցինք երկկողմանի սկոճը, մկրատը, ամենակարևորը, հիմա վերցնում ենք տոնածառի վրա փայլիկները, որ sense փաթաթում են, այն ժամանակ էին անում, հիմա չեն անում այդպես բաներ։ Այդ ենք անում, որ թուղթը չերևա, տակից, ինքը տոնածառի էֆեկտն է։ Լույսեր կառնենք, որ սիրուն լինի ավելի, ու ինձ թվում է այդքանը։ Ապե կլինի, ցես դրվում է, հետո վրեն, հետո վրեն, հետո վրեն։ Բայց այդ փայլիկներից ո՞րն է ես գտնեմ սոս։ Դավա։ Արի։ Սենց, հետո սենց, հետո սենց, հետո սենց, հետո սենց։ Մի այսքան կասնի, ասա որ թույն կլինի։ Տոնածառի փայլիկներն են մեզ պետք հիմա։ Արի այդ նայենք։ Փայլիկը տոկած նայենք, սաղ չեն սոս։ Տոնածառի փայլիկներից ունեք, այն որ փաթաթվում է վրան։ Իսկ ջունիկ։ Գելու։ Հա։ Ներքևը։ Արի։ 12, 14, 16, 17, 18, 19, 20։ Այ այսքանին մենք տալու ենք 1400 դրամ ընդամենը։ Այսքան էլ էսի։ Լավ, ինձ թվում է մենք պետք է տեղափոխվենք ուրիշ խանութ, որովհետև ստեղ չգտա։ Այն ինչ ուզում էի, բայց մի հատ արի այս լույսերը փորձենք նոր։ Ինչ անենք, մեկ է սովորական էս վեկալենք երևի։ 3 գույն անենք, հա։ Շրխկ։ Դե ինչ, մենք ծախսեցինք արդեն 3000 դրամ։ Մեզ մնացել է առնելու տարվա լավագույն զարդը։ Չիպսոն կարող ենք գնել 35 հատ Չիպսոն 3640 դրամի բաժակ են գնել։ Թույն չի, թույնն է։ Ու էսի կարևորը գիտես որն է, ինքը հիմքն է։ Մեզ պետք է լույսեր, կարող են խաղալիքներ, ձյունիկներ, չգիտեմ, արի։ Ընկերներ, իսկ դուք արդեն հասցրել եք ձեր տոնածառը դնել։ Գրեք, ձեր տոնածառը ինչ գույների մեջ եք արել այդ խաղալիքները։ Օրինակ մերը տեսակ ոսկեգույն ու կարմիր։ Իսկ ձերը բան էլ չեմ առել։ Այն որ sense տոնածառի վրա փաթաթում են, կանանչ սպիտակ, որ ինքը տոնածառի էֆեկտ ունենա։ Հասա ես ցույց կտամ ինչի հետ եմ հեսա հասնենք։ Իդեալական աստղա։ Մեր բաժակների համար չի նախատեսված։ Երթվում եմ, էսի տոնածառ չի լինելու, այդ տոնածառներ է լինելու։ 600 դրամ։ Իդեալական է, точно։ Մենք եկել ենք գնենք չիպսոնները ու արդեն գնում ենք պատրաստենք, որ տոնածառը սիրուն սարքենք։ Ես արդեն պատկերացնում եմ տոնածառը ինձ սիրուն է լինելու։ Ինչ լույս է։ Չեսի USB-ը։ Բարի օր, լավ ես։ Գիտես ինչ նոր վիդեո ենք նկարում, հələ մի հատ ասա բարև։ Դե ինչ պետք է անեն նայողները։ Ապրես, լայքերը դրեք։ Ապրես։ Եթե անկեղծ ես պատկերացում չունեմ իմ տոնածառը լինելու է այսքան, թե այսքան։ Դրա համար պետք է չիպսոնը ոնց առնենք, արի 15 հատ առնենք, որովհետև մեկը մենք տոնածառի հետևը չենք զարդում, որտեղ ով ապենում որ դեր մտելա չէ տենց 10 մետրանոց LED-ը
այդ մեր բաժակներին ինձ թվում է ես կլուսավորի կզարմանանք, հա, ինչ ասիր։ Նայեք, sense բարակ լեդա։ Մնաց 2750 դրամ։ Մենք շարունակվում է մի հատ թույն խաղարկություն ունենք ու շատ լսի որ մասնակցես ու ախտես։ Հիշում եք մեր մանկության ամենասիրած խաղը։ Այդ ո՞րն է։ GTA-ն է։ Քշում էիր, խփում էիր, միսիաներ էիր անում, փողեր վաստակում։ Իսկ հիմա ընկերս, ես քեզ ներկայացնում եմ այնպիսի խաղ, որտեղ չկա սցենար։ Քո ձեռքերում է, դու միսիա կանես, չես անի, փող կաշխատես, չես աշխատի, ինչ մեքենա կքշես, կգնես, կվաճառես, կտաս վարձով, տուն կգնես, կապրես, ապարտամենտներ ձեռք կբերես եւ կստեղծես քո սիմյան։ Այդ ամենը քո ձեռքերում է։ Միայն Radmir on-line-ում կամ Hustle on-line-ում։ Այդ երկուսն էլ նույն խաղն է։ Ուղղակի Radmir-ը համակարգիչների համար է, իսկ Hustle on-line-ը Android-ների եւ iOS-ների։ Խաղը բոլոր հարթակներում անվճար է։ Իսկ հիմա ուշադրություն։ Մնացել է ընդամենը 2 շաբաթ, որ կորոշվի, թե ով է հաղթում էլեկտրական սամокատը։ Էլեկտրական ինքնագլորի խաղարկությանը մասնակցելու համար ընդամենը ներբեռնում ես Radmir-ը այն հղումով, որը գտնում է նկայությունների բաժնում։ Խաղում ես խաղը այնքան, որ հասնես 5-րդ level, խաղի վերևի մասում կա նամակների տեղ։ Այդտեղ գրում ես drop եւ գրում ես P կոդ։ Դրանից հետո բացում է պրոմո կոդների էջը, որտեղ գրելով VIZZOV պրոմոկոդը կստանաս լիքը խաղում առավելություններ։ Գումար սկզբնական շրջանում հաստատվելու համար ավտոմեքենա Mercedes E-Dasi ու ամենակարևորը VIP բաժանորդագրություն 7 օրով։ Մուտք ես գործում 18-րդ սերվեր, որպեսզի խաղաս մեզ հետ միասին։ Դիմավորիր նոր տարին նոր ինքնագլորով։ Դոդոմ, ձեր սիրելի ու բոլորի սիրելի չիպսոնները այստեղ են։ Դուք տեսել եք մեր նոր ստիկերները։ Ասեք, որ սենց ավելի սիրուն է։ Ու դուք սպասեք նորությունների, որտեղ ավելի բոմբ ձև է լինելու։ Կողո Լիլիթն էլ ունենա չիպս, հն? Համաձայն կլինեք, կուտեք Լիլիթի չիպսերը։ Գրեք կոմենտներում համաձայն կլինեք, որ ես չիպս ունենամ, ու եթե ունենամ, դուք կգնեք այդ չիպսերից, թե չէ։ Չի կարելի։ Մի քանի հատ, մի հատ էլ առնեմ ու թույնա։ Всё, 1-2, այսա առանք։ Երկու հատ ձյունիկ վերցնենք ներկելու համար, որ կարմիրի վրա սենց թեթև տանք, փաթիլի էֆեկտ տա, էլի։ Ապա, հերիքա այսքան է։ Հերիքա, չէ, էլի։ Լավ, 1-2, Նու ծանր չի, կպահի բաժակի վրա, նենց որ առնում ենք 2 պաչկա 12 հատ, այսինքն 1400 դրամ, մնաց 190 դրամ ընկերներ, որն էլ կգնա արդեն տակ կլեի տիկերի գնելու համար։ Մեր առևտուրը այսքանով ավարտվում է, մենք հուսամ կունենանք թույն տոնածառ։ Դեպ ընկերներ, ես բոլորիդ կոմենտները կարդում եմ ու տեսել եմ, որ մեր տոնածառի վիդեոյի տակ գրել եք, որ խոստացել ես չիպսոնով տոնածառ, խոստացել ես չիպսոնով, բա հիմա անում եմ, չեք տենում, անում եմ։ Վայ։ Շալինելու լիքը ժպիտալինելու Ավագնացեկի 3 հատ վերցնենք։ 8880 դրամ, ես մենք սխալ է հաշվել, այսինքն 1100 դրամ հլու ունենք, բայց էլ բան չունենք առնելու, հասկանում եք։ Վերցել ենք դյունիկը մեր, որ շատ էինք ուզում ու ուրիշ բան վերցրեցինք դրա տեղը, հայլիկները ու չիպսոնները։ Դե ինչ, մեր վճարումը կազմեց 4790 դրամ, մենակ Երևան City-ին եմ, 3000 դրամ էլ էր, մեզ մնացել է գումար, բայց հենց պետք լինի այդ ժամանակ թաքուն կծախսենք։ Ինչ եմ ցույց տալիս, ուշադրություն, համեցեք։ Chipson-ի PlayStation-ներն է, մնացել է 1, 2, 3 հատ։ Նենց որ ընկերներ, գնից Chipson, հավաքիր 1-ից 9 թվերը, որպեսզի կարողանաս դառնալ այս 3 PlayStation-ից գոնե մեկի հաղթողը, իսկ ապագայում 2026 թվականին արդեն կսպասի լրիվ ուրիշ նվերներ։ Ամենակարևորը այս 3 PlayStation-ների հաղթողներն էլ որոշվելու են հենց դեկտեմբերին։ 1-ից 9 թվերը հավաքեք եւ հաղթեք։ 4-ը, որ դիֆիցիտ էր, հիմա լցրել ենք, որ շուտ ավարտվի այս 3 PlayStation-ը։ Դե ինչ ընկերներ, ոնց տեսնում եք, մենք արդեն տանն ենք եւ պատրաստվում ենք պատրաստել մեր տոնածառը։ Նայեք, հիմա ինչ ենք անում։ Պատրաստում ենք այս հենց գլան, այսքան է լինելու ընդհանուր մեր տոնածառը, հեսա տակից կտրում ենք։ Օպա, всё, այսքան է։ Ուրեմն, այսօր պատրաստում ենք կրեատիվ տոնածառ, այսօր պատրաստում ենք այնպիսի տոնածառ, որ դուք կոմենտներում գրեք Արսենի տոնածառը ամենալավն է ու այդ կոմենտ գրողի լայքերը դառնա 1 միլիոն։ Այդտենց տոնածառ ենք սարքելու։ Տակ, առաջին հերթին պետքա փաթեթավորումից զրկել բոլոր արմատուրան եւ բետոնը։
բաժակները։ Եղավ։ Նայեք, ես ձեզ մոտավոր բացատրեմ սխեման։ Դուք մնացածը կհասկանաք։ Կլորի հիմքը մի քիչ բարդ է սարքելը, բայց մարդու մտքին ոնց որ ասում են տեղը լինի։ Եկեք գիտեք ոնց անենք։ Եկեք անենք խորովածը, պանիրը ու թթվասեր կանաչին։ Խորովածը, պանիրը, թթվասեր կանաչ։ Սիրուն կլինի, չէ՞։ Այս մեկ ստեղ մի քիչ տա։ Ուրա ծուխ այլում։ Всё։ Սենց դնում ենք։ Ուրա, ის ինչ ուշա կպում։ Մոտավորապես սենց մի բան է էլի դառնալու մեր տոնածառը։ Всё։ Մեր հիմքի առաջին քարը դրված է։ Ապա։ Գիտեք, մեր օպերատորին նոր լավ միտք տվեց։ Ավելի լավ է չիպսի վրա անենք սամակլիը, հետո հանենք։ Միանգամից ավելի հեշտ կլինի, չէ՞ տենց։ Փորձ համար 2։ Այսինքն հետո արդեն վրան բաժակները կշարենք, այսինքն մեջտեղը դատարկ չթողենք, հա։ Այսինքն էսի մեր հիմքն է, ու մեջը լցնում ենք բաժակներ ու կպցնում ենք իրար, հա։ Գոնե սենց հավանական է, չէ՞, որ մի բան կլինի։ Թույն է, չէ՞։ Всё, այսինքն եկեք բարձրանենք։ Սենց գոնե 3 բաժակի վրա կհենենք։ Ու ինքը ոնց է չլինի, արդեն կպահի։ Վերջ, առաջին շարքը ավարտեցինք։ Սիրուն է։ Հա։ Կարի։ Այս պահին ինձ պետքա ձեր աջակցությունը մի հատ ուշադիր կենտրոնանանք եկեք։ Ներկա պահին մեր բաժանորդների թիմն է 441,000 բաժանորդ։ Ինչու ոչ կցանկանաք, որ շուտ լրանա մեր 1 միլիոն բաժանորդը։ Հա, եթե ես պատկերացնում եմ, իսկականից շատ լուրջ, շատ մեծ թիվ է։ Պետք է ընկերներ այս կյանքում ունենալ նպատակ ու հասնել դրան։ Իսկ այդ ամենում ամենակարևոր ներդրումը դա ձեր ներդրումն է։ Խնդրում եմ ուղղակի իջեք հենց հիմա վիդեոյի ներքև եւ սեղմեք բաժանորդագրվելու կոճակի վրա։ Եթե մենք ունենք երազանք, պահում ենք հենց հիմա ու իջնում ենք սեղմենք կոճակի վրա ու ես ձեզ վստահեցնում եմ, որ ձեր երազանքը կկատարվի։ Չիպսոնի տոնածառի հիմք արդեն դերված է, մնում է զարդարելը։ Այսպես ավելի հաճույքով կբացեմ երևի։ Տենում ես, չէ՞։ Մի ժամ 20 րոպե։ Այսքան բաժակները մեզ համար ավելորդ էին։ Փորձեմ։ Մի հատ բաժակ։ Սաղ մնացածը կա։ Այս բաժակն էլ է ավելորդ։ 1 2 3 Խնդրում եմ մի հատ տես գնացեք։ Արա այս ինչ լավ եղավ, որ վերևինը կապուտ ընկավ։ Այս չպլանավորված գեղեցկություն է։ Всё, թույնա։ Էսի սպանես էլ չի փոխվի։ Իդեալական է։ Հիմա նայեք ինչեր էլի ունենք։ Լույսեր, խաղալիքներ, զանգակներ։ Արա ամեն ինչ էլ ունենք ու ձյունիկ վերջում։ Հիմա զարդարում ենք մեր տոնածառի տակ։ Երեք, երկու, մեկ։ Մնաց, զարդարանք։ Հələ գնահատի։ Սիրուն է, չէ՞։ Սենց ավելի։ Այս զանգակները
կախենք մենակ կապույտ բաժակների վրա։ Ստեղ։ Ու տենց կապուտին մի հատ էլ ֆոնտանք ոսկեգույն։ Թեդեն։ Լավ չի։ Արա ես թույնալում երթում եմ, ես այդ հաջողությունը չես սպասում այս վիդեոյում։ Վերջին դետալներ։ Պատկերացրեք ձուն է եկել, հոպ։ Էսի արագ ենք անում։ Տենում եք, չէ, վերևի դեղիները հանում եմ, որտեղ այդ դեղիները գեշացնում է։ Թույնա։ Պատկերացնում եք, մենք մեր տոնածառից ավարտեցինք։ Всё։ Ահա եւ ավարտվում է ընկերներ մեր այսօրվա վիդեոն։ Ես այսօր նոր եմ տենում Լիլիթի տոնածառը շատ կրեատիվ բան է մտածել չիպսոների տոնածառ։ Ով է հաղթում տոնածառների մրցույթում գրում եք դուք կոմենտներում եւ ում անունը ավելի շատ կհնչվի կոմենտներում ինքն էլ կդառնա մեր այսօրվա վիդեոյի հաղթողը։ Իսկ այսքանով մենք ավարտում ենք, սպասում եմ ձեր գնահատականներին կոմենտներում։